Բարույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ Մետերի Սոսյանոնով, հրաշալի օր է այսօր, թեկուզ անձրևային, բայց մենք սիրում ենք գարունը եւ նաեւ սիրում ենք անձրևը, ինչու՞ չէ, որտեւ այն դարձնում է մեր տարին շատ, այսպես ասած, գյուղատնտեսական առումով բերքարատ տարի սպասում ենք եւ Փարտիրոջը սա էլ է օրհնություն, անձրևը մեծ օրհնություն է մեզ համար։ Եվ այսօր նաեւ մեզ հյուր է ներսելի Արմեն Ասլանյան եղբայրը, նա հոգեվոր գործիչ է, մեկ անգամ ունեցել ենք այստեղ հրաշալի ժամանակ իրար հետ Աստծո խոսքի շուրջ եւ այսօր նորից կրկին անգամ Արմեն ջան շատ շնորհակալ ենք, որ եկար եւ Փարտիրոջը քեզ համար։ Մենք բոլորս Աստծուց ենք շնորհակալ։ Ես գիտեմ, որ բացի հոգևոր գործիչ լինելուց, նաև դուք շատ լավ մասնագետ եք հրուշակեղենի, բարձր կարգի մասնագետ, համաշխարհային ճանաչում ունեցող։ Ես չէի պատկերացնում այդ աստիճանի, բայց հետո որ ավելի հետաքրքրվեցի եւ դու պատմեցիր եւ շատ ուրախ եմ եւ շատ զարմացած, հիացած։ Գիտեք, ընդհանրապես խոհանոցային մասնագիտությունն է դա։ Ես այսպես ասած խոհարար բառը շատ եմ սիրում, իր մեջ հետաքրքիր արմատ ունի խորհել եւ արարել, նաեւ այսպես ասած ֆիզիկական առումով էլ է կարելի ասել խորհել եւ արարել, եւ սա նաեւ հոգեվոր իմաստ ունի իր մեջ։ Դուք հացի մասնագետ եք եւ հրուշակեղենի, քաղցրավենիքի մի փոքր կպատմեք եւ ինչ կապ ունի դա նաեւ հոգեվոր իմաստով, ինչ կարող ես ասել։ Դե օրինակի համար Հիսուսը ասաց ես եմ երկնքից իջած հացը։ Հացը խորհրդանշում։ Գուցե դա ներշնչես քո մեջ ավելի Քրիստոսին, բայց եթե մենք կարողանանք հասկանանք ծորենի ծլելուց, երբ որ արտի մեջ նրանց հանում են եւ ինչպես է նա դառնում հասկ եւ հետո նրան պետքա աղալ եւ հետո պատրաստել խմոր եւ այդ խմորը ինչպես է փորի մեջ թխվում, միանշանակ էսի այնքան հետաքրքիր խորհուրդներ ունեն շատ ով այն սերմը որ աղալու պետքա իրան ենթարկեն աղալու, դա մի հատ ծորենի հատը որ անցնում է մեծ փորձություններով իրան աղում ես, հետո իրան շաղում ես, հետո վերջում թողում ես որ ինքը հասունանա, էսի խմորում է ենթադրում իր մեջ եւ որից հետո իրան բնականաբար դնում ես փուրը էսի ամենավերջին հալածանքն է, բայց արդյունքում այդ բողով անցնելով ինքը դառնում է կյանքի աղբյուր։ Ուտելու բան։ Այո։ Այսինքն հացը ուրախ է, որ անցել է այդ ճանապարհով եւ դարձել է ուտելու բան։ Իր նպատակին է հասել ներվես։ Մարդկության համար դառնում է ուժանյութ։ Ուժանյութ։ Այո։ Ընդհանրապես, ասենց ասած, դիետոլոգները մեզ խորհուրդ են տալիս, որ շատ հաց չուտենք, որտեվ գերացնում է, բայց մենք հին ուխտի մեջ նայում ենք, որ թեկուզ հին ուխտի մեջ, ես մի քիչ չգիտեմ, ճիշտ օրինակ եմ բերում, թե չէ, ընդհանրապես այսպիսի խոսք կա, հացը սիրտ է պնդացնում, հա, ասենց ասած, ինչ կասես սրա մասին, այսինքն շատ հաց ուտել, քիչ հաց ուտել, այս խանութների ամեն ինչ չափի մեջ է նորմալ, բայց ուղղակի շատ խորը մասնագետները, եթե ընդհանրապես ակադեմիկ մոտեցում են տալիս այս հարցին, ուղղակի խնդիրը հետեւյալն է, որ արկա շուկայում ամբողջությամբ զտված, մաքրված, բարձրակարգ մենք հին հայերեն այդպես տերմին ունենք, ասում ենք գերմակ կամ ասում ենք շարմաղ, սրանք վիշի բարձրակարգ սորտերն են, որ մեր հին հայերը այդպես են կոչել այդ ալյուրին, բայց մեկ այլ բան է, երբ որ ամբողջական ցորենի ալյուրով ես պատրաստում։ Հիմա օրինակի համար, երբ որ Աստծո խոսքը ամբողջական է սերտում, ինքը որպես հաց հրաշալի է, բայց եթե դու իրան զտես, ասենք սկսես հերձել, թեփը ինձի պետք չի, մեջի երկրորդ սորտը ինձի պետք չի, մեջի երրորդը ինձի պետք չի, ինձի պետք է մենակ վիշի։
Էդ էլ չես կարա մարսես։ Շատ հետաքրքիր բան ես ասում։ Փաստեն զուգադիպում է, այսինքն զուգահեռներ կա։ Իհարկե շատ փարավոնը կներես մի փոքր միկրոֆոնը մոտիկ դերը։ Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ փարավոնը 700 հացթուղ ուներ։ 700 հացթուղ ամեն օր մտածում էին, թե ինչ պետքա սարքեն փարավոնի համար։ Սա արվեստ է։ Հա։ Հացը նա չի, որ ալյուրը եւ ջուրը եւ աղը եւ խմորիչը խառնես իրար եւ վերջ, այդպես չի։ Հա։ Ես գիտեմ, որ դու նաև ուսումնասիրել ես մեր հայկական թագավորների հացերի այդ ինչ են ասում գիտական աշխատություններս ես հիմնական դրանով ունեցա տարիներ տևեց ինձ տասնյակ տարիներ, որ ես կարողանամ հասկանամ 100-ամյակներ կամ 1000-ամյակներ առաջ մինչև 2700 տարի առաջ մեր հայրերը կամ մայրերը ինչպես են հացը պատրաստել եւ բնականաբար առիթ ունեցա որ պատմությունից շատ պատմիչներից բեղեմ հասկանամ վերցնեմ հացատեսակներ որոնք այս օրերի մեջ չկան կան հացատեսակներ որ ես վերականգնել եմ որոնք շատ հրաշալի հացատեսակներ են Այսինքն հաց ասելով մենք երբեմն այսպես պարզ ձևով ենք հասկանում, բայց ինքը շատ տարբեր, այսպես ասած, ռեցեպտուրաներ ունի, հա, պատրաստելու։ Իհարկե։ Օրինակ Եզեկիելի հացի մասին կա Աստվածաշնչում գրված, որ Աստված ինքն է հենց այսինքն այդ ինչ են ասում այդ բաղադրատոմսը տալիս ինչ է դա Եզեկիելի հաց ես իմ մոտ անգամ գրել եմ հետաքրքիր է որ այդ պատմության վրա կանգնել եք կամ մտածել եք մի անգամ ինձ Ամերիկայից մի հատ մեծ արտադրող զանգեց ասեց գիտեմ որ դուք մասնագետ եք եւ ուզում եմ ստանամ այս հացը որովհետեւ մի հատ ամերիկացի դա պատրաստում է եւ հենց վերեն էլ այդպես գրված է պակետիկով ինքինձ ցույց տվեց Եզեկիելի հաց ասացի բայց դու Եզեկիելի հացը ոնց գրված այդպես չես կարող պատրաստել որովհետև այդ բաղադրիչները դեռ բավական չի Եզեկիելի հացը ստանալ բաղադրիչները ունենալուց հետո որ պետքա շաղվի խմորը լավ խմորը պետքա ստանալ Աստված էսպես ասեց խմորը պատրաստելուց հետո կվերցնես մարդու 4 կղկղանք եւ հացը պիտի թխես այդ մարդու 4 կղկղանքի վրա եթե ուշադրություն եք դարձրել այդպես ասում եւ բնականաբար սրանք լրիվ իր խորհուրդները ուներ էլի հոգեվոր իմաստուններ նաեւ ինչ էր հոգեվոր իմաստուններ եւ հոգեվոր իմաստը հետեւյալն էր մարդը միջև չոչնչանա մարդուց ոչինչ պիտի չմնա որովհետեւ կամ ես պետք է ապրեմ կամ Աստված ես չեմ կարա համատեղեմ ադամական կյանքը եւ աստվածային կյանքը համատեղել սա գրեթե անհնար է բացառվում ասի սա նաեւ ինչ որ խոնարհության խորհուրդ ունի իր մեջ այստեղ որտեղ մարդը սովորում է ամբողջությամբ ունայնության ճանապարհը ոչնչանալու ճանապարհը արդյունքում հող եւ մոխիր լինելու ճանապարհը հիշում ա որ ինքով այո եւ գնացիր այս դպրոցով անցար այս ճանապարհով ունենալու ես ուտելու բան հոգեվորապես վաու հետաքրքիր է շատ փաստորեն դու ոչ միայն այսպես ասած նյութապես ես սա անցալում հացի եւ հաջողությունդ նաեւ դրանում է կայանում որ դու այդ հաց ընդհանրապես հրուշակեղենություն կամ այսպես խոհարարությունը ուժեղ կապ է ստանում հոգեվոր իմաստի մեջ հա միանշանակ եթե մի ուրիշ անգամներ եթե առիթ լինի փորձենք մասնագիտությունը համադրենք հոգեվոր դաշտի հետ շատ հրաշալի է օրինակի համար ինչի Աստված հին ուխտում ասեց որ զատիկը կատարելու ժամանակ իրանք պետք է ուտեին բաղարջ որն է դրա խորհուրդը հա եւ մասնագիտության մեջ ինչ է դա նշանակում խմորիչով հաց խմոր հաց սրանք եթե մենք խոսենք մեր ամբողջ թեման կվերածվի հենց
մասնագիտական համադրումը հոգևոր գիտության հետ։ Այսինքն առանց թթխմորի հացել կար հին ուխտի մեջ, որ Աստված պատվիրում էր դա անպայման։ Այո, նրանք պետք է ուտեին այդ ժամանակաշրջանում սահմանված այդ տոնի ժամանակ իրանք բացառապես իրանք անկյուններում, տան անկյուններում որևէ հատվածում նույնիսկ ոչ թե ուտելու համար, բայց նույնիսկ պահվելու համար պետքա չլիներ դա։ Նրանք այդ տոնից առաջ ամբողջությամբ պետք անգնեին անկյունները ման գալու, որ չլինի թե այդ տոնը կատարելու ժամանակ իրանք անկյուններում ինչ որ միտեղ այո խմորիչով հաց մնացած լիներ, սա դրա գաղտնիքն էլ ես։ Իհարկե, դրա գաղտնիքն կարող են փոքր ինչ դրա ժամանակը քո ձեռնա դու ես կոնտրոլը։ Մենք գիտենք, որ Պողոս Առաքյալը Կորինթացիս թղթերում շատ հետաքրքիր զուգահեռ է բերում։ Ասում է տոն կատարենք նոր խմորով, ոչ թե հին խմորով, ոչ թե խմորյալ զանգվածով։ Դրոժը խորհրդանշել է մեղքին։ Հիմա, երբ որ խմորի չէ, նույն ինքը դրոժը։ Այսինքն մեղք, որը վարակող հատկություն ունի, այսինքն ինչ-որ ինչ անում, խմորին թթխմորա դարձնում, այդպես ասած։ Հիմա ինչպես է սա տեղի ունենում։ Մասնագիտության մեջ դա կարելի է այսպես ձևակերպել, որ դրոժները որպես կենսաբանական օրգանիզմ նրանք սնկեր են, առայժմս գիտությունը այդպես է ասում, որ նրանք սնկեր են եւ այդ սունկը երբ որ մենք դնում ենք խմորի մեջ, ինքը որոշված սունկ է, որովհետեւ ամեն մի հարյուրավոր սնկեր կան մեր շրջապատի մեջ մինչև թունավոր մահվան ելքով սնկեր կան դրանցից օրինակ սևահիրի սունկը հայտնի է սննդաբանության մեջ որպես ամենահայտնի թունավոր սունկը որից մահեր կարա լինեն բայց այս սունկը թունավոր չի ինքը ակադեմիկ անուն ունի կոչվում է Saccharomyces cerevisiae եւ երբ որ իրան խմորիչը դնում են խմորի մեջ եւ սկսում են հունցել համապատասխան ջերմության ժամանակ եւ խոնավության ժամանակ այդ սունկը սկսում է իր կենսագործունեությունը ունենալ նա սկսում է զարգանալ խմորի մեջ եւ ինչա կատարվում այդ ժամանակ նրա միակ սննդի միջավայրը դա շաքարն է միակ ինքը ուրիշ ոչինչ չի ուտում եթե անգամ այդտեղ շաքարագոյացումը ալյուրի մեջ քիչ լինի որտեվ սա մասնագիտական մոտեցում է էլի որտեվ ամեն ալյուր ունի իր շաքարագոյացման հատկությունը ըստ այդմ կախված է թե այդ ալյուրը դրոժների հետ ինչ համագործակցություն կունենա եւ ինքը լավ խմոր կստացվի կամ վատ խմոր կստացվի եւ երբեմն արհեստական շաքարել են ավելացնում չէ՞ սա կերակրելու համար է որպեսզի դրոժները ունենան որտեղ իրանք միայն կերակրվում են շաքարով եթե շաքարը քիչ է նրանք ունեն հատուկ ֆերմենտներ որոնք սկսում են արձակել որպեսզի օսլան ինչ որ միջափով կարողանա տրոհի եւ նրանք այդտեղից կարողանան նորից շաքարը օգտագործեն հիմա այսինքն դուրս է գալիս որ խմորի զանգվածի մեջ դրոժը նրա համար է որպեսզի շաքարը ուտի հիմա էսի տարածենք հոգևոր դաշտի մեջ ինչ կլինի եթե հոգևոր համայնքում ինչ որ մի հատ երևույթ լինի դրա անունը մեղք է երևույթ մտնի եւ այդ երևույթը վերցնի ամբողջ քաղցրությունը իրարից ինչ կլինի ասենք եղբայրական հարաբերության մեջ երբ որ ինչ որ մեկը երրորդ մեկը մտնի արանքը եւ սկսի երկուսից քաղցրությունը վերցնել մենք կվիճենք իրար հետ Պողոս Առաքյալը վիճաբանությունը քաղցրի պակաս այո որտեղից վեճերը որտեղից կռիվները որովհետեւ եղբայրական քաղցրություն կամ վերջը մարդկային հարաբերությունների մեջ եղած քաղցրությունը դրոժը վերցնում է նայեք էսի խորը կենսաբանություն է չէ հիմա որ ես դրա մասին խոսում Պողոս Առաքյալը դա համարում էր կեղծավորություն
կամ Հիսուսը նույնին Հիսուսն էր ասում այո փարիսեցիական կեղծավ այո սա մեղքն է որ այդ պատճառով պատկերացրեք քանի հազար տարի առաջ Աստված խոսում է դրա մասին բայց գիտությունը հազարամյակներ հետո նոր պետքա բացատրի դրոժ գոյություն ունի եւ այդ դրոժը ինչ է անում այդ դրոժը վերջը ինչպես ասանվում բայց հազարամյակներ առաջ Աստված այդ զատիկը անելուց Իսրայելի ժողովրդին ասեց ձեր մեջ խմորյալ հաց չլինի այսինքն ես ուզում եմ որ դուք միշտ քաղցր լինեք իրար հետ դրոժը տեղ չունենա Արմեն գիտես ինչ հասկացա ձեր խոսքից ես հասկացա որ Աստված երբ որ այդ խոհարարական իմաստությունը տվել է մարդուն նաև այն իմաստով որ ոչ թե միայն ուտի կշտանա այլ նաև ինչ որ պատգամ ստանա դրանից ինչ որ օրինակ է մեզ համար նաև հոգևոր իմաստով հա ընդհանուր առմամբ միանշանակ զարմանալի է շատ զարմանալի է օրինակ քաղցր է քո խոսքին քիմքիս խոսքը դու պես լսածից պես կերա նկատում ես այդ օրինակները ինչքան կապ ունի կերակուրների հետ բան եւ որը նաեւ պատգամ է մեզ համար հա այդ իմաստով զարմանալի քեզ մտածելու առիթ է տալիս իհարկե օրինակ սանտի արդյունաբերության մեջ կամ խոհարարության մեջ հրուշակագործության մեջ էլ կարա սա օգտագործվի հացագործության մեջ էլ աղը համարվում է օրինակ աղը համարվում է համային ուժեղացուցիչ усилитель вкуса ռուսներեն այդպես են ասում համային ուժեղացուցիչ եթե աղը չլինի մարդկային ռեցեպտորները ակտիվ չի լինի հասկանալու համար համային համերի ռեցեպտորներ ունի մարդը այո հիմա եթե մեր ուկնդիրները քույրերը կանայք հիմա շատ լավ կհասկանան իմ ասածս վերցնենք ամենա որ այտենց շատ ճճացող լինի բարիս բուն իմաստով այս օրինակս իմ բերած վերցնենք բորշը որ էփում են ինքը լրիվ բանջարեղենի համադրում է չէ բայց դուք պատկերացնում եք բորշը առանց աղի ոնց կարող է այդպես լինի չի ուտելի ինքը համով չի ասած արտահայտությունը մի քիչ շատ թերի է հնչում բայց աղը նրա համարը ոչ թե որ սնունդի մեջ աղը լինի դոմինանտ այլ աղը որպես համային ուժեղացուցիչ ինքը այդ բանջարեղենի փունջը յուրովի ամեն մեկը առանձին եւ համադրությամբ ին բերանից ռեցեպտորներին քիմքին հրամցնում է այդ հրաշալի համը եւ էսի անում է աղը հրուշակեղենի արտադրության մեջ այդ նույն բանն անում է վանիլինը վանիլինը նրա համար չի որ վանիլինը դոմինանտ լինի բայց նրա համար է որ թաքնված համերը պեղի հանի իմ համար որ ես վայելեմ այն ինչը որ չէի կարող առանց իրա վայելելու պատկերացրեցի ախորժակս բերեցի դա շատ շնորհակալ եք շատ բայց մի օր տրամադրենք այս թեմային ես որքան հասկացա բավականին լիքն եք այս թեմայի շուրջ կապ ունի այս թեման նաև նախաբանի հետ ոնց որ թե հա այսօրվա մեր նախաբանն է Աստծո հոգատարությունը մեր ճանապարհներին ընթացքում եւ այս մեր քայլելու ընթացքը մեր կյանքում որ մենք քայլելու ենք Երանի ամեն մեկս հասկանանք որ նա ինչքան հոգատար է մեր հանդեպ տեսնենք հա այդ հոգատարություն տեսնենք կարողանում ենք տեսնել շատ կարևոր թեմա է նայեք որպես այտենց շատ արտահայտիչ օրինակ ես ուզում եմ Իսրայելին մեջտեղ բերեմ իրանց պատմությունը որ իրանց անցած ճանապարհի մեջ եւ մի քանի զուգահեռներ մենք կտեսնենք այսօր որ անցած ճանապարհի մեջ մարդու հետ ինչպես Աստված եղել ինչպես հոգատարությամբ շրջապատել է մարդուն պարուրել է մարդուն այդպես ասում չէ նա կհանձնարարի ռեշտակին կապսպրի ռեշտակին որ քո ոտքդ այո քո ոտքդ քարի երբեք որ չառնի
որ քայլերդ ուղիղ լինեն իր առաջ, դու չընկնես, այսինքն իր նախախնամությունը, իր հոգատարությունը միշտ մեր կյանքում մեջ եղել։ Հիմա ես ուզում եմ մի հատ տեղից հատվածից ընթերցեմ Ելից գիրք 13-րդ գլուխ 20 եւ 21-րդ խոսքերը ես ուզում եմ ընթերցեմ եւ այս հատվածից մի քանի բան կա, որ ես կուզեմ հասկանանք։ Սոկքովտից չվեցին ոտոմի մեջ անապատի ծայրերը իջան եւ իջևան արեցին եւ Տերը նրանց արջևից գնում էր ցերեկը ամպիսյունով նրանց ճանապարհ ցույց տալու համար գիշերը կրակի սյունով նրանց լույս տալու համար որպեսի ցերեկը եւ գիշերը նրանք շարժվեն ցերեկը ամպիսյունը եւ գիշերը կրակի սյունը ժողովրդի արջևից երբեք չպակասեց հիմա Աստված Եգիպտոսից Իսրայելի ժողովրդին դուրս հանեց հիմա ես ուզում եմ որ մենք տեսնենք այս հրաշալի ճանապարհը որ անցավ Իսրայելի ժողովուրդը անցավ եւ այդ ճանապարհում ինչպես էր Աստված նրանց հոգատարությամբ պարուրում գրված է այսպես ասում որ ցերեկը Աստված նրանց հետ էր ամպիսյունով Եթե մենք այդ տեղանքը ուսումնասիրելու լինենք, կտեսնենք, որ այդ տեղանքը մի քիչ շատ էքստրեմալ եւ իրարամերժ կլիմա ուներ նույն 24 ժամվա մեջ։ Ցերեկը ինքը կարող լիներ շատ շոգ եւ գիշերը կարող լիներ շատ ցուրտ։ Շատ իրարամերժ բնակլիմայական պայմաններ էր Իսրայելի համար, որոնք չվում էին որոնք 40 տարի անապատով պետքա գնային։ Թեպետ Աստված որոշել էր 40 օրում, բայց Իսրայելը 40 տարի անապատում դեգերեցին, մոլորվեցին, որ մինչև հասնեին խոստացված երկիրը։ Հիմա պատկերացրեք մարդու համար, որը այն իզիչ տոթին անապատի մեջ է եւ ինչքան կարիք ունի, որ դե արդի ժամանակաշրջանում այն ամառվա շոգին Հայաստանում, երբ որ ավտոմեքենայի մեջ է, շատ լավ է, երբ որ բանը օթորակիչները ավտոմեքենայի աշխատում է, չէ՞, կոնդիցիոները աշխատում է, շատ հով նստում ես, քեզի շատ լավ ես զգում։ Իսրայելը ինչ պիտի աներ, իրանք չունեին այդ հնարավորությունը, բայց Աստված ինչքան հոգատար է։ Ցերեկը ամպիսյունով օթորակիչը նա ապահովեց, այսպես ասած։ Ամպը դա գոլորշին է։ Ջրի գոլորշիից պատրաստված։ Գիտեք, գոյությունը երկու տեսակ ամպեր, անջուր ամպեր, սրանք փոշիներ են, որոնք ջուր չունեն, բայց իրական ամպը ջրի գոլորշում է կազմված։ Եվ հիմա այդ կիզիչ տոթին, այդ շոքին Աստված որոշել է, որ իր ժողովրդին առաջնորդի ամպիսյունով, ինք այդ ամպը, այդ ուժեղ արևի ժամանակ հով պատկերացնում եք այդ ցողացրիչի պես, մի քիչ էլ որ քամին փչի, այդ ցողացրիչի ձևով պետք է անցնի ժողովրդի վրա, այդ ժողովուրդը հովը պետք է վայելի։ Ես ուզում եմ մենք տեսնենք ստեղ, որ Աստված ինչքան հոգատար է։ Եվ իհարկե մենք բոլորս պետք է մտածենք, որ սա պատմություն չի, որ գրված է միայն Իսրայելի համար։ Աստծո խոսքը 3 այսօր եւ հավիտյան նույնն է, նա հոգատար է մեր օրերում։ Եվ ինչքան է լինում, որ մեր դժվարությունների ժամանակ, օրինակ, այդ շոկը շատ կարելի է խորհրդանշել մեր դժվարություններին եւ փորձություններին, որի մեջ շատ կրակ կա։ Մեր կյանքի մեջ շատ է հանդիպում sense փորձություններ եւ դժվարություններ, բայց եթե դու թողում ես, որ ինքը գնա քո առաջից, այստեղ մի կարևոր հանգամանք կա, ասում է եւ Աստված այնպես արեց, որ ամպը նրանց արջևից գնում էր եւ ցերեկը ամպիսյունով եւ գիշերը կրակի սյունով։ Եթե դու թողես, որ նա լինի քո առաջնորդը, նա գնա քո առաջից, նա քեզ կտանի շատ նուրբ ձևով, հոգատարությամբ։ Ամեն կարող ենք այստեղ այսպես խորել, որ մեզ համար կապ ունի, թե մենք ինչ ենք տեսնում։
ինչի վրա ենք շեշտ դրել, օրինակ անապատ, չոր, կրակ, նեղություն, դժվարություն, թե Աստծո հոգատարությունը, ինչի վրա ենք մենք շեշտը դրել, նկատում ենք, թե չենք նկատում։ Այո, Կապ ունի սա։ Իհարկե կապ ունի։ Այդ ես ճիշտն ասած երևի մի քիչ կարդում ես իմ մտքերը, որովհետև ես ուրեմն առաջ ընկա։ Չէ, ինձ հաճելի է, շատ հաճելի է, երբ որ թեման մենք խոսում ենք եւ այդ սպեկտրը բացվում է եւ լսարանը կամ լսողը սկսում է առաջ գնալ, դա նշանակում է հաճելի է այդ թեման։ Խոսելը շատ հաճելի է։ Հիմա տեսեք 14-ի 19-ից 20-ը մի հատ հետաքրքիր համար կա, որ այդտեղ շատերը ընթերցել են, բայց կարող է ուշադրություն չեն դարձրել, բայց ես ուզում եմ մենք նայենք այս հատվածը։ Աստծո հրեշտակը, որ Իսրայելի բանակի արչևից գնում էր, անցավ նրանց ետևը։ Վաու։ Հիմա ինչի։ Չգիտեմ, այս համարի վրա երբևէ ուշադրություն դարձրել եք թե չէ, այսինքն Աստված Իսրայելի ժողովրդին հանել էր, անապատով տանում էր եւ Աստծո հրեշտակը գնում էր նրանց առաջից։ Երբ որ Իսրայելը այդ ամպին եւ կրակին նայում էր, շատ ուրախությամբ շարժվում էր, որովհետեւ դա ասոցացվում էր Աստծո ներկայությունը եւ իրանք սիրտ էին առնում դրանից։ Մեկ էլ հանկարծ հետևի կողմից լսում են ձայներ, որ Եգիպտոսի բանակը շատ աղմուկով մոտենում է իրանց սպանելու համար, կոտորելու համար։ Նրանք լսում են այդ աղմուկը հետևից։ Հիմա Իսրայելի ժողովուրդը կանգնեց ընտրության առաջ։ Ումը պիտի նայես։ Կամ պիտի նայես քո առջև գնացող Աստծո հրեշտակին, որը քեզ է առաջնորդումը, կամ եթե Եգիպտոսի բանակի ձայնը ավելի ճչացող է քո ականջներին, այո, պետք է շեղվես։ Հիմա Իսրայելի ժողովուրդը թեքվեց, նայեց բանակին։ Հիմա բանակը, Եգիպտոսի բանակը եւ Իսրայելի ժողովուրդը իրար դեմ նայեցին իրար, որտեղ մնաց ամպը, ամպն դեղ էր, որտեվ նրանք ամպից թեքվեցին, ամպը մնաց իրանց հետևը։ Հիմա ինչ անի Աստված այդ դեպքում։ Ամպը նրա համար է, որ նրանք Աստծո ժողովրդից առաջ լինի եւ ամպը ցույց տա իրանց գնալու ճանապարհը։ Որպես ուղեցույց, ուղեկից։ Այո, իրանց գնալու ճանապարհը պետքա ցույց տար ամպը։ Հիմա իրանք ամպից շեղվեցին եւ նայում են Իսրայելի Եգիպտոսի բանակին։ Բայց տեսեք, այստեղ ինչ է ասում, շատ հետաքրքիր է։ Եվ Աստծո հրեշտակը, որ Իսրայելի բանակի առջևից գնում էր, անցավ նրանց ետևը։ Նայեք, թեպետ Իսրայելը այդ պահին առաջ գնալու մատիվը կորցրեց, կանգնեց ինքը, հակառակը ոչ թե կանգնեց, ինքը մինուսավոր նույնիսկ մինուսավոր աճ ունեցավ այդ հարցում, ընթացք ունեցավ, հետ պտտվեց։ Բացասական։ Այո, բացասական, հետ պտտվեց եւ այդ ժամանակ Աստված հրեշտակին ասեց դու հիմա գնա եւ երկուսի մեջտեղը կանգնի։ Եվ տեսեք շարունակության մեջ ինչ ասում։ Ամպի սյունն էլ եւ նրանց առջևից անցավ եւ նրանց հետևի կողմը կանգնեց։ Եգիպտացիների բանակին եւ Իսրայելի բանակի մեջտեղը եկավ եւ եգիպտացիներին ամպ եւ խավար եղավ, բայց գիշերը իսրայելացիներին լույս կուտար, բոլոր գիշերը իրարու չմոտեցան։ Լավ, հիմա այստեղ մի քանի բան կա, որի վրա ես ուզում եմ կանգնեմ եւ մեր լսարանի ուշադրությունը դարձնեմ։ Հիմա Աստված պտտվեց, մենք գիտենք, որ Աստված երբեք հետ գնալու վարդապետություն չունի։ Նա այդպես չի։ Այո, հետադարձ։ Չէ, նա գնում նա հանց չունի։ Նա իր ժողովրդին առաջնորդում է առաջ։ Էդի
ավետարանի սկզբունքներին դեմ հետ գնալը, բայց նայեք իր հոգատարությունը, թեպետ ինքը կողմ չի հետ գնալուն, բայց իր զավակների խաթեր, իր զավակների սիրու պատճառով նա ստիպված եղավ հետ գար եւ կանգներ երկուսի մեջտեղը։ Լավ, հիմա հարցը հետեւյալն է։ Բայց այստեղ մի կարևոր բան կար, որի վրա ուշադրությունը դարձնեմ, նոր շարունակեմ։ Տեսեք 20-րդ խոսքի մեջ գրված է, ասում է եգիպտացիների բանակի եւ Իսրայելի բանակի մեջտեղը կանգնեց, եգիպտացիներին ամպ եւ խավար եղավ։ Սա ինչ է նշանակում։ Հիմա տեսեք մի պարզ օրինակ բերեմ, գիշերով ասենք կրակի սյունով Աստված առաջնորդում է, չէ՞, հիմա թանձր խավար լինի, մի հատ կրակի սյուն վառենք, լամպ վառենք, որ 4 կողմով ինքը ամբողջությամբ լույս է 4 կողմով, չէ՞, լույսը վառեցինք։ Հիմա պատկերացենք վիզուալ, պատկերավոր օրինակ բերեմ, էլի, եթե սա ամբողջությամբ լամպ լինի, լուսատու լամպ լինի, ինքը որ հատվածում լույս կտա, եթե ամբողջությամբ բոլոր, չէ՞։ Բայց հետաքրքիր գիտեք որն է։ Ասում է եւ բանը Եգիպտոսի համար եղավ խավար, մութ։ Այո, մութ։ Բայց Իսրայելի համար era ցերեկ։ Ոնց։ Դա միայն Աստված կարող է անել։ Այդ ամպը ոնց կարող անեց լինի, որ այսինքն գծի այդ Աստծո լույսը Աստված ինչպես է կառավարում լույսը մարդու ուղեղի համար անհասար։ Մեր կյանքում կան խավարներ, որ ինքն հենց կարա լուսավորի։ Ես ուզում եմ այդ Աստծո լույսի հրաշքը մեկ տեսնել։ Դավիթ ասում է, անգամ խավարը քո համար լույս է։ Ամեն։ Ուր թաքցնեմ, թաքնվեմ եւ այնտեղ ասում է այդ։ Ու ես թեման, որ թեմայի շուրջ մտածում եմ, գիտեք ինչի վրա ուշադրություն դարձրեցի։ Սրա վրա, որ Իսրայելի ժողովուրդը շատ շփոթված ժողովուրդ էին, իրանք պանիկա միշտ ունեին իրանց կյանքի մեջ եւ հիմա պատկերացրեք եկել է գիշերը, որ պետքա քնեն։ Դու մարդ ես, չէ, որ գիտես, որ թշնամիտ եկել է քեզ, քո ընտանիքը, քո երեխաներին պետքա մորթի կամ սպանի, դու դա գիտես։ Հիմա Աստված ասում է երևույթին մի նայի, ես քո հետ եմ, քեզի ոչինչ չի լինի։ Հիմա գիշերով իրանք պետքա քնեն, դուք պատկերացնում եք վախեցած մարդու համար մութը ինչ կլինի։ Ոչ մի բան չի երևում։ Կարող է տշնամությունը հենց տեղա ու կարա ինձի հարվածի։ Նայեք ինքը այնքան հոգատար էր, որ լույսը վառեց ամբողջ գիշեր։ Օրինակի համար մեր երեխաների համար գիշերը շատ անգամ մենք լուսամփոփ ենք վառում, ասում ենք, որ երեխան վեր գնա, չվախենա, որ կարողանա գնա զուգարան։ Ես ծնողական օրինակ եմ բերում, բայց սրա բնօրինակ Աստծո մեջ է։ Եթե ես ծնող եմ, որքան ինքը, չէ՞։ Հիմա Աստված այդ լույսը ամբողջ գիշեր վառեց, որ Իսրայելին հանգստացնելու համար։ Յուրաքանչյուր վարքյան աչքդ բացի տես, որ քո կողքը ոչ մեկ չկա։ Բայց եթե աչքդ բացես, միևնույն է, խավարա, բայց վախից չես կարող ազատվես։ Վայ, բա որ սուրը հենց հիմա խփինձի, որտեվ ես չեմ տեսնում։ Չէ, ես լույսը վառել եմ, որ տեսնես, հանգիստ տեղի։ Այս դեպքում, չգիտեմ առաջ ընկա թե չէ, բայց ամենախպես մենք գիտենք, որ Աստծո խոսքը լույս է։ Ամեն։ Այսինքն դու մի ձևով եթե համեմատական տանենք, եթե ունես խոսք, ունես լույս, չունես, քո համար խավար է։ Այո։ Այս զուգահեռ ինչ կասես սրա մասին։ Արդեն ասվեց։ Հա, արդեն ասվեց։ Իհարկե Աստծո խոսքը այն հրաշալի լույսն է, որով մենք այս մութ աշխարհում քայլում ենք։ Ինչ գեղեցիկ է, չէ՞։ Եվ այս մութ աշխարհում քայլելու ընթացքում, չէ, մենք ինչքան խնդիրներ ունենք մեր դիմացում, ինչքան վայրեջքներ, վերելքներ, փոսեր, արգելքներ, որ մենք պետքա շրջանցենք, բայց մենք դա պետքա տեսնենք, որ մեր ոտքը քարին չառնի, այդպեսի սաղմոս կա գրված, չէ՞, որ մեր ոտքը չսահի, որ մենք չընկնենք, այլ կերպ ասած մենք գայթակղության չենթարկվենք, մեզի պետք է Աստծո լույսը, մեզի պետք է Աստծո խոսքը։ Այսինքն Աստծո հոգատարությունը արտահայտվեց Իսրայելի կյանքում այսպես. նա լույսը բարձրացրեց խավարի մեջ
որպեսզի դրանով ասի հանգիստ եղեք, տեսեք, որ թշնամին ձեր հետ ոչինչ չի կարող անի։ Հիմա նույնը այս օրերի մեջ դրա խորհուրդը հետևյալն է։ Մեր գնալու ճանապարհների մեջ Աստված վառում է իր սքանչելի լույսը, որն է Աստծո խոսքը։ Խոսք, որը ամենաթանձր խավարի մեջ հրաշալի լույս կարա տա մարդուն։ Հարց կարամ բարձրացնեմ։ Ամեն եղբայր հետաքրքիր է զարմանալի նա է, որ Իսրայելը տեսավ դա։ Բայց չեմ կարծում, որ մեծ հաշվով բան փոխեց իրանց մեջ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այստեղ խնդիրը տեսնելը չի Աստծո հրաշքները, խնդիրը Աստծո խոսքին հավատալն է, ինչ կասես, որովհետև տեսողությունը այդքան առավելություն չունի, ավելի քան լսողությունը։ Մի քիչ այս մասին ինչ կասես։ Օրինակի համար տեսնեմ նոր հավատամ, բայց մենք տեսնում ենք տեսան, բայց չհավատացին։ Այսինքն հավատքը տեսնելու հետ կապ չունի, ավելի քան լսելու։ Ինչ կասես։ Եթե մենք օրինակ այդ հարցին մոտենանք զուտ ակադեմիկ ճանապարհով, հիմա ես այդ հարցին այսպես կպատասխանեմ։ Ունեմ թուղթ, եւ այդ թուղթը, որ պատրաստվել է, ունի նախապաճառ։ Վերջը փայտից մշակել են, պատրաստել են թուղթը։ Ինքը ծնունդի բացատրություն ունի։ Հիմա հավատքի միակ բացատրությունը դա Աստծո խոսքն է։ Գրված է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է, Հռոմեացիս գրքի մեջ է ասում։ Այսինքն գիրքը չի ասում հավատքը տեսնելուց է։ Որովհետև երևույթը սերմ չի, բայց խոսքը սերմ է։ Մեր հրաշքները չեն կարա լինեն սերմ, բայց Աստծո խոսքը կարա լինի սերմ։ Հրաշքները չեն կարա ներկայացնեն մարդու մեջ ծնեն Աստծո բնությունը, բայց Աստծո խոսքը որպես Աստծո սերմ, Աստծո բնությունը կարա մեր մեջ ծնի։ Դրա համար Տերը միշտ չէր ասում տես Իսրայել, ասում էր լսիր Իսրայել։ Սրանք տարբեր բաներ են։ Այո, իհարկե։ Սա խոսքի ուժը շատ կարևոր է։ Նայեք աստվածային կյանքի մագարդակը դա բացարձակ խոսքի մագարդակն է։ Չէ, հիմա մարդկային մագարդակը կա, շնչավոր մագարդակ, անասնական մագարդակ, անասունները իրար ինչպես են շփվում առանց խոսքի։ Դրա համար մենք իրանց կոչում ենք անասուն, չխոսացող։ Բայց մենք ասուն ենք։ Մենք անասուն չենք, մենք ասուն ենք։ Այսինքն մեր հաղորդակցության հիմքում ընկած է ասունությունը, խոսքը։ Հիմա Աստված մեզ ասուն մարդիկ է սարքել եւ ինքը այդպես է մեր հետ շփվում։ Ինքը տալիս է իր խոսքը եւ այդ խոսքի միջոցով Աստված իր բոլոր պարգևները, էության եւ բնության դրսևորումները, բարոյական դրսևորումները կյանքի Աստված փոխանցում է իր խոսքի միջոցով, որտեղ այդ խոսքը սերմ է, որը տեսեք օրինակ հասարակ մի բան ասեմ, վերցրեք յուրաքանչյուր սերմ եւ եթե մենք ունենանք հնարավորություն ապագան կարդալու, սերմը ունի պատմություն։ Ուղղակի մենք ենք կարճ չենք կարողանում տեսնել։ Ինչ է գենետիկ բանը կրում է սերմը։ Այո, այսինքն եթե ինքը իր մեջ ունի պատմություն, բայց այդ պատմությունը մենք չենք կարողանում վերցանենք, ինչի, որտեղ մենք մարդ ենք ժամանակի մեջ, ժամանակի կաղապարի մեջ սահմանված, պարփակված, լավ, սահմանափակված, բայց եթե մենք այդ հրաշալի սերմը դա ծորենի կլինի կապ չունի ինչ սերմ։ Եթե մենք դնենք հողի մեջ եւ մենք իրան տանք շատ ճիշտ միջոց, որպեսզի նա զարգանա եւ այդ փոքր սերմից կարա հսկայական ծառ լինի, ինքը հսկայական պտուղներ կարա տա, այդ պտուղները իր սերմերը պետք է տան, հետո այդ սերմերից ուրիշ ծառներ պետք է լինեն։ Ես մի հատ պատմություն եմ ասում, բայց ընդամենը այդ մի սերմի մեջ էր։ Հիմա ես վերցրեցի այս սերմը։ Օրհնյալ են այն մարդիկ, որոնք հոգիով այդ պատմությունը տեսնում են այդ սերմի։ Պատկերացրեցիք, նայեք, ես կարող եմ վերցնեմ Աստծո խոսքը, ես հոգիով կարող եմ այդ սերմի մեջ տեսնեմ իմ արդյունքը, սերմի բժշկությունը, որ
մի քանի օր հետո, մի քանի ժամանակ հետո, մի քանի տարի հետո, ես չգիտեմ երբ, բայց այդ սերմը, որ ցանվեց, արդյունք կարա տա, չէ՞, եւ ինչ արդյունք կարա տա, ովքեր են մարդիկ, որոնք այդ սերմի հրաշքները տեսնում են։ Պատկերացրեցիք։ Այո, եւ մի ձևով դու այդ պատմության մասն ես դառնում, երբ որ սերմը քո մեջ սերմանված է, հա։ Այսինքն դա օտար պատմություն չի, դա քո պատմությունն է դառնում։ Շատ գեղեցիկ է։ Այո, ամեն։ Եվ հիմա այդպես է, որ Աստված հիմա Իսրայելին հենց արեց, որ առաջնորդի կրակի սյունով։ Հիմա պատկերացրեք, նրանք հապճեպ Եգիպտոսից դուրս են եկել, այդտենց շատ կոմֆորտ բաներ չունեն, սավաններ չունեն, երևի այդքան շատ ավելի, բայց Աստված իր ժողովրդի համար սենց է մտածում, իմ բալեքը, հանկարծ իմ զավակները գիշերը չմրսեն։ Ես կրակի սյունով կառաջնորդեմ, կրակը տաքություն է տալիս, կրակը ջերմություն է տալիս։ Եվ նաև լույս։ Այո, եւ լույս։ Այսինքն դուրս է գալիս, որ ցերեկ լինի կամ գիշեր լինի, ինքը մտածում է քո մասին։ Ինչ վիճակում ես, ինչ փորձության փուլում ես, ինչ դժվարության մեջ ես, դա ցերեկվա խնդիր կլինի, գիշերվա խնդիր կլինի, պետք է իմանալ եւ հասկանալ, որ նա որպես հոգատար Աստված քո հետ է, քո կյանքի բոլոր ժամանակաշրջանում։ Ամեն։ Ես նաեւ հետ մի տեղ եմ իմ մոտ նշել դա ասելու համար, օրինակ Ծննդոց 37-րդ գլուխ 13-ից 14 խոսքերի մեջ, եթե Ծննդոց 37-13, հիմա ես ուզում եմ այդ հատվածը բացեմ, Ծննդոց 37, 13 եւ 14 խոսքերը ընթերցեմ։ Իսրայելը Հովսեփին ասեց. Քո եղբայրներդ Սիվքեմի մեջ չեն արածեցնում ոչխարները։ Հիմա արի ես քեզի ուղարկեմ եւ գնա նրանց տես։ Եվ հետաքրքիր է եւ 14-րդ խոսքի մեջ գրված է եւ նա գնաց Սիվքեմ։ Գնաց որպեսի եղբայրներին տեսնի։ Հետաքրքիր է այս պատմությունը, որ Աստված հոր միջոցով Հովսեփին ինչ որ մի հատ ճանապարհ է դնում։ Ասում արի ես ուղարկեմ, որ քո եղբայրների ողջությունը դու տեսնես, նրանք լավ են, լավ չեն, եւ նրանք Սիվքեմում են։ Գիտեք, եբրայերեն բնագրի մեջ Սիվքեմ ինչ է նշանակում։ Նշանակում է ուսագոտի։ Այսինքն այս հատվածը, որտեղ ամբողջ ծանրությունը կարա վերցնի, այդ ուսերի այդ ամբողջ հատվածն է։ Հիմա ծանրությունը կրելու վայր, տեղ, եթե բացատրելու լինենք։ Հիմա Աստված կարելի է խորթով այսպես հասկանալ, որ Հովսեփին ուղարկում է իր եղբայրների ողջությունը հարցնելու եւ ուղարկում է Սիվքեմ։ Գիտեք, շատ անգամ մեր գնալու ճանապարհները, թե մենք ուր ենք գնալու եւ արդյոք որտեղ որ գնալու ենք, մենք ինչ որ մի կարևոր դեմք ենք լինելու, մեր կարևոր մասը ունենալու ենք հավիտենության մեջ, էդի այսպես է որոշվում։ Ունես ճանապարհ, որ պետքա գնաս։ Հիմա Հովսեփին ուսերի վրա մեծ բեռ կար, Հովսեփը դա չգիտեր։ Հիմա հայրը ուղարկում է Սիվքեմ, որը բառացի նշանակում էր ծանրությունը կրող վայր, ծանրությունը կրող վայր։ Հիմա նա պետքա գնա եւ մենք տեսնում ենք, նա գնաց։ Եվ ինչ եղավ իր հետ։ Ինչքան ծանրություն կրեց։ Շատ ծանրություն կրեց, բայց արդյունքում ինչ ստացվեց։ Նա իր ամբողջ հայրական տունը կերակրեց, որ ամբողջ աշխարհը սովի մեջ էր, բայց Հովսեփի շտեմարանները լեցված էր հացով։ Էլի եկանք հացին։
վերջը Հովսեփի շտեմարանները լցված էր ծորենով ու պատկերացնում եք, բայց պատճառը, որովհետև նա մի հատ ճանապարհ ուներ գնալու, երբեք կյանքում չի կարելի վախենալ այն նեղություններից, այն ճանապարհներից, այն դժվարություններից, որով Աստված մեզի կտանի։ Շատ կարևոր տեղ բերեցիր ամենեղբայր, այսինքն խնդիրը նայ մի փոքր ինչ տեսություն ձեր բերեցի ձեր խոսքից, նայ Աստված մեզ խնամում է, ինչպես Իսրայելին մենք զուգահեռներ ենք չէ տանում տեսնելու Աստծո խնամքը, դու բերեցիր այն կետին, որ այդ խնամքը, որ Աստված տանում է քեզ, դա քո եսի համար չի, էգոիդ համար չի, դա դրա համար չի, որ դու լավ զգաս, դու կոչում ունես եղբայրներիդ համար, այսինքն ստեղ գալիս ենք այս եզրակացության, որ Աստված մեզ խնամում է նրա համար, որ մենք օրհնություն լինենք, խնամակալ լինենք ինչ-որ մեկի համար, նաև այդ իմաստը, այսինքն Հովսեփի չէ Հովսեփից օրինակ բերեցիր, Հովսեփը Աստված նրան օրհնեց, տեսիլ տվեց, նա դեռ չհասկացավ այդ տեսիլքի, նրան թվաց, թե ինքը պետքա տիրի իշխան լինի, բայց չէր պատկերացնում, թե ինչ ճանապարհով պետքա գնա եւ ինչ օրհնություն դառնա իր եղբայրների համար, այսինքն սրա մասին է խոսքը, Աստծո խնամքը տեսնելու, ճիշտ եմ հասկացել, շատ ճիշտ է, մի հատ աֆորիզմ ունեմ իմ համար, որ ես այդպես սովորել եմ, աֆորիզմը այսպեսին է, հողին խփես մոն դուս կգա, ժայռին խփես ջուր դուս կգա, հիմա ես ուզում եմ էդի մոն ինչ է նշանակում, ուրեմն ելից սա կենթանիներ էին, հասկացա, ուրեմն ելից միջատներ երևի, այո, ելից 8-16 8-րդ գլուխ 16-րդ խոսքը ելիցում, երբ որ պատուհասները Մովսեսի միջոցով Եգիպտոսին պետքա բերեր, Աստված ասեց գավազանդ խփի հողին, երբ որ գավազանը խփեց հողին, մուները դուրս եկան, այդ լվիչները եւ այլն, այդ միջատները, լվիչները դուրս եկան։ Բայց այդ նույն Մովսեսին ելից 17-5-6-րդ խոսքերի մեջ, երբ որ այդ նույն Մովսեսին Աստված ասեց նույն գավազանը խփի ժայռին, երբ որ ժայռը խփեց ջուր դուրս եկավ։ Սրա զուգահեռը որն է, երկիրը էսի ադամական բնույթյան խորհուրդն է, որովհետև Աստված մարդուն գետնի հողից է սարքել։ Մարդուն խփի մոն դուրս կգա։ Ժայռին խփի ժայռը Քրիստոսի խորհուրդն է։ Ջուր դուրս կգա։ Հիմա հարցը հետևյալն է, այո, Աստված Հովսեփին տարավ մի հատ ճանապարհ, որ այդ ճանապարհով իրան պետքա ժայռ սարքեր։ Ոչ թե հող։ Ինքը այդ վերստին պետքա ծներ, այլ կերպ ասած, եթե հոգևոր ձևակերպելու լինենք, Հովսեփին Աստված, այո, Հովսեփին Աստված տվեց նոր ծնունդ, նոր սիրտ, տվեց նոր հոգի, եւ եթե այն ժամանակ հետաքրքիր է, եթե այն ժամանակ ինքը այդ ճանապարհով չանցներ եւ այդքան շատ հարուստ լիներ, ինքը եղբայրներին կօգներ։ Միանշանակ ոչ։ Շատ կասկածելի է, չէ՞։ Կասկածելի է։ Ճանապարհ տարավ, Աստված ճանապարհ տարավ եւ այդ ճանապարհ տանելով թրծեց, այդ ճանապարհ տանելով մշակեց, այդ ճանապարհ տանելով իրան դարձրեց ավելի ազնիվ։ Այսինքն այսպես վերլուծություն կարճ, Աստված քո համար հոգատար է, որպեսզի դու դառնաս ինչ-որ մեկի համար հոգատար։ Այո, այո։ Դա միանշանակ այդպես պետք է լինի։ Այո։ Եթե չդարձար, օրինակ ստեղ հիշում ենք այդ առակը, որ ասում է, երբ որ ներվում է իրան, իր պարտապանին իր պարտքերը, մեծ պարտքերին եւ ինքը չի ներում դիմացինին։ Եվ բարկանում է, կանչում է եւ բարկանում է իր վրան եւ չի ներում։ Այսինքն նա չի բարկանում նրա համար, թե ինչու չներես, նա բարկանում է, որ շուտ մոռացավ իր ներված լինելը։ Կարող ես։ Կարող ենք այսպես ընդհանրել։ Այսինքն ստեղ խնդիրը սա է, ես հոգատար եմ, որպեսզի քեզ դարձնեմ հոգատար։ Կներես ընդհանրելուց համար։ Չէ, շատ տեղին էր։ Հիմա տեսեք, մենք ուզենք կամ չուզենք, մեր ուզելու եւ չուզելու հետ
ամենևին պայմանավորված չի։ Մենք ուզենք կամ չուզենք, կյանքում լինում է պահեր, որ մենք ունենում ենք հարվածներ, չէ, տարբեր միջավայրից մենք ունենում ենք հարվածներ։ Դա կլինի եկեղեցուց, դա կլինի բարեկամներից, դա կլինի ընտանիքից, դա կլինի կարևոր չի որտեղից։ Մենք կյանքում մարդ ենք, որ մարդկանց հետ գործ ունենք եւ կարանք ունենանք շատ հարվածներ։ Ուղղակի հարցը գիտեք ինչու՞մն է, երբ որ հողես թե ժայռ ապրես, ինչա բխում դու հողես թե ժայռ, հա, ինչա բխում ինձանից։ Ինձանից բխում է մի բան, որը շատերի ծառավը կհագեցնի, վայ, հա, ինչ ես ասում ամեն։ Ես մեկն եմ, որ ինձ խփելուց հետո, ինձ հարվածելուց հետո, ինձ կպնելուց հետո կապականվեն։ Մուները դուրս Այո, մուները դուրս կգան ու կապականվեն։ Հա, ով եմ ես այս հոգևոր կյանքի մեջ։ Տեր Աստված։ Գիտեք, նմանատիպ մի հատ օրինակ ուզում եմ Ծննդոց 12-ի 6-ից մեջ վերում անեմ, Ծննդոց 12-ի 6-ի։ Երբ որ բայց շատ տեղին կլինի, որ ես այդ հատվածը ընթերցեմ, Ծննդոց 12-ի 6։ Ինչ հետաքրքիր ասում ստեղ Աստծո խոսքը։ Աբրահամը այն երկրից մինչև Սիվքեմի տեղը, մինչև Մորեի կաղնին անցավ։ Այն ժամանակ քանանացիները կային այդ երկրի մեջ եւ շարունակության մեջ ասում է եւ Աստված Աբրահամին ասեց, որ այդ երկիրը ես քեզի պետք է տամ։ Հիմա նայեք, Աստված Աբրահամին դուրս է հանել եւ տանում է մի հատ ճանապարհով։ Ճանապարհներից ամենավերջի հանգրվաններից մեկը դա Մորեին էր, Մորեի կաղինի մոտ։ Մորեի բառը եբրայերեն բնագրի մեջ բառացի նշանակում է ուսուցիչ, սովորեցնող։ Գիտեք, մեր շատ անգամ Աստված մեզի տանում է ճանապարհով, որտեղ մենք շատ բան ենք սովորում, շատ։ Եվ հենց դա ժայռս դա։ Այո, սովորում ես։ Հիմա Աստված Իսրայելի ժողովրդին հոգատարությամբ դուրս անե Եգիպտոսից եւ տանում է դեպի խոստացված երկիրը։ Եվ ինչքան հետաքրքիր է այդ ճանապարհին քո դասերը սովորում ես, որպես ուսուցիչ եմ արդեն խոսում։ Դասերը սովորում ես, հա, հաճելի է այն թեմաները, որ ինքը տալիս է քեզի եւ ինքը ակնկալում է պատասխան։ Գիտես, երբ որ գալիս է ավարտական շրջանը, ես երեխաներից զաչոտ եմ ուզում վերցնեմ եւ ես ակնկալում եմ պատասխան եւ այդ պատասխանը ավելի շատ ոչ թե իրանց համար է, նաեւ իմ համար է, թե ես արդյոք կարողացել եմ մի բան տամ այդ աշակերտին։ Իմ ուսանողը մի բան կարողացել է հասկանա ինձանից։ Ավելի շատ սա նաեւ իմ քննությունն է միջանկյալ, ոչ թե իրա։ Որպես հայր, հա, հասկանասուր քո ազդեցությունը տեղ հասել է թե չէ։ Այո։ Հիմա գիտեք, երբ որ Աստված ինձ ու քեզ ինչ որ մի ճանապարհով տանում է, այդ ճանապարհի մեջ կան դասեր, որ Աստված ուզում է, որ ես սովորեմ։ Հիմա Աբրահամին տարավ եւ Աբրահամը այդ ճանապարհին ինչ սովորեց։ Հələ թույլտվեք հասկանանք, էլի ինչ սովորեց Աբրահամը այդ ճանապարհներին։ Մենք էլ մեզ տանք այդ հարցը։ Մենք ինչ ենք սովորել։ Հիմա օրինակ Աբրահամը սովորեց մի բան՝ զոհաբերել ամենասիրելին։ Ինքը սովորեց դա։ Եվ ինքը շատ փայլուն սովորեց։ Եվ սովորելը մի կողմ, ինքը այդ քննությունը շատ փայլուն տվեց։ Ամենաթանկը 10 Աստծուն։ Կյանքը 10 Աստծուն։ Վստահություն սովորել։ Այո։ Այո։ Հիմա հերթը մերն է։ Հերթը մերն է, որ մենք պետք է անցնենք այդ ճանապարհով։ Օրինակ, սա էլ կարող ենք այդ սովորելու դասի մեջ կարգենք սովորել նպատակաուղղված կյանք։ Այո, իհարկե կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Բայց այդ բոլոր մեր ընթացքի մեջ մի բան կա, որ մենք երբեք մեր ձեռքից պետքա չտանք, դա հետեւյալն է։ Ինքը հոգատար է։ Ինքը քո դա միշտ պետքա տեսնես, այսինքն միշտ։ Քո փորձությունները չի խոսում նրա մասին, որ Աստված
քեզի տեսնելու է որպես թույլ։ Քո փորձությունները նրա համար չի, որ դու քեզի խեղճ տեսնես, բայց քո փորձությունների ժամանակ ինքը քո կողքին է քեզի զորացնելու համար։ Քեզի ուժ տալու ձորով անցնեն, չարից չեն վախենա, դու ինձ հետ ես։ Այո, քո ցուպը եւ քո գավազանը։ Իրանք խիթարում են ինձ։ Վաու, ամենախոհ մենք ընդամենը երևի 4-5 րոպե ունենք ժամանակ պետքա։ Լավ, ուրեմն թեման կարելի է ընդհանրացնել, այսինքն այսօրվա մեր խորելու թեման հետևյալն էր, որ մենք իմանանք նա ինչքան հոգատար է։ Երբ որ Աբրահամը արդեն պետք է զոհաբերեր իր մեկ հատ սիրելի որդուն, Տերը այսպես ասեց. Եհովայի իր է բնագրի մեջ Տերը կհոգա, Աստված հոգացել է, Աբրահամ ձեռքդ մի երկարացրու, որովհետև Տերը հոգացել է։ Մեզանից պետք է որոշում, ընդամենը մեզանից պետք է որոշում, եւ այս որոշումը հետեւյալն է, որ ինքը մեր կյանքի տերն է, մեր կյանքի իշխանն է, մնացած օրհնությունները Աստված ամեն ինչ տալու է։ Ամեն։ Ամեն։ Ամեն, բայց ասած միտք եկավ մեջս, կարող ենք ասել, որ Աստծո հոգատարության կուլմինացիան, եթե կարելի այդպես տրիումֆը համարել իր օրենքը, երբ որ տվեց ժողովրդին։ Օրինակ, ես գիտես ինչ կհամարեի Աստծո հոգատարության գագաթնակետը դա Քրիստոսի զոհաբերությունն էր։ Հա, շատ լավ ասա։ Իսկապես դա է։ Բայց այդ խոսքն էր, որ Քրիստոսը ներկայացրեց։ Այո, այո։ Եվ սկզբից էր խոսքը։ Այսինքն դա կարող ենք համարել նվեր կամ բաց երկինք այդ խոսքը, որ տվեց ժողովրդին ուղիղ կապ ժողովրդի հետ, նաև այդ իմաստով, որն է նաև Քրիստոսը։ Ամեն։ Մեծ իմաստով հոգևոր աշխարհը մարդու համար ծածկված է չէ եղել։ Եվ շատերի համար հիմա էլ է ծածկված։ Ինքը բացվում է միայն խոսքի միջոցով։ Ուրիշ ոչ մի ճանապարհով մեկնաբանությունը բացառապես միայն խոսքի միջոցով է։ Այո, եւ խոսքը աներևույթ Աստծո պատկերն է, նաեւ այդպես է ներկայացնում Պողոս առաքյալը։ Այդ պատճառով Աստծո նպատակը հետեւյալն է, որ մարդը ուղղակի սիրով եւ սրտանց Աստծո խոսքի հետ հավերժ կապված լինի։ Որտեղ կարող ես արդեն այդ խոսքի պրիզմայով նկատել Աստծո հոգատարությունը քո նկատմամբ, չէ՞։ Այո, միանշանակ այդպես է։ Որի արդյունքում ծնվում է զարմանք եւ հիացմունք եւ պաշտամունք։ Եթե չկա Աստծո չենք տեսնում Աստծո հոգատարություն, ինչպես ենք նրան երկրպագում։ Այո։ Միանշանակ դա կեղծ է։ Այո։ Այսինքն այդ Աստծո ձեռագիրը եւ մի հարց եմ ուզում բարձրացնել, տեսնել Աստծո հոգատարությունը անգամ փոքր բաների մեջ։ Մենք երբ որ ասում ենք Աստված հոգատար է կամ ուզում ենք տեսնենք Աստծո հոգատարությունը, ինչ որ բաներ են պատկերացնում, ասենց ինչ որ մեծ երկրաշարժ բան, ասենց ինչ որ մեկը երկնքից դղրդոց է գալի խոսում է, բայց փոքր բաների մեջ նկատողներին նա, որ ասում է քչի մեջ հավատանիմ եղար, այո, շատներ քեզ կտրվի։ Ամեն։ Ինչ գեղեցիկ է այդ քչի մեջ տեսնել, ծաղիկի մեջ տեսնել, քամու մեջ, չգիտեմ, ծառերի շուրջը իրադարձությունների։ Ամեն, Աստծո հոգատարությունը ամեն վարքյանը մեր համար, ամեն վարքյանը։ Ամեն։ Ամեն, շատ շնորհակալ ենք, իրոք սա լուրջ մեզ մտածելու առիթ հատալի։ Մի խոսքով, եթե հոգևոր կյանք, ապա նկատել Աստծո հոգատարությունը։ Ամեն։ Եթե չկա դա, այդ հոգևոր կյանքը կարելի է համարել չոր, դատարկ, անիմաստ կրոն։ Առանց հոգատարության մարդը կհոգնի։ Կհոգնի եւ հոգնեցուցիչ է կրոնական կյանքը, իրոք հոգնեցուցիչ է, առանց նկատելու Աստծո հոգատարությունը։
շատ կարևոր թեմա է, եղբայրս, շատ շնորհակալ ենք Ես եմ շնորհակալ թեմայի համար, դե նորից հետագայում տեսնելու այսպես փափագով քեզ ասում ենք Տեր օրհնի քեզ եղբայր եւ քո աղոթքով եթե կարելի է ավարտենք եթե կոչ ունես սիրով եւ աղոթքով ավարտենք կոչս հետեւյալն է որ մեր յուրաքանչյուր լսող ակնդիր կամ ուգնդիր իմանան որ Աստված քո դժվարությունների ժամանակ նա երբեք քեզ չի թողելու երբեք Ամեն Սիրելի Հիսուս շնորհակալ ենք քեզանից քո սիրո եւ քո ողորմության համար Տեր հոգատարությանդ համար Տեր որովհետեւ դու ողորմած եւ գթած ես Տեր շնորհակալ եմ Տեր աղոթում եմ Տեր որ յուրաքանչյուրիս Տեր վերցնես քո ներկայության մեջ իմ Աստվածս ովքեր որ լսեցին եւ ովքեր հիմա միանում են այս աղոթքին Տեր աղոթում եմ Տեր որ իրանց մեջ բոցավառվի այդ սիրո կրակը Տեր որ մարդիկ ամբողջ սրտով դառնան դեպի քեզի Տեր սիրեն քեզի շնորհակալ եմ քեզանից հանձնվում ենք ամբողջությամբ քո հոգատար ձեռքերի մեջ եւ փառավորում ենք քեզ որտեւ արժանի ես հավիտյանս հավիտենից ամեն ամեն փառքես Տեր Փառտիրոջը Աստված հոգատար է մեր հանդեպ մենք սա հասկացանք որպեսզի մենք էլ լինենք հոգատար եւ հիշեցի Հիսուսի այս խոսքը լեռանք քարոզի ժամանակ որ ասաց Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի հոգատարներին, որովհետև նրանք պետք է նկատեն Տիրոջ հոգատարությունը։ Հոգատարված մարդն է դառնում հոգատար։ Աստծուց հոգատարված, այսպես ասեմ։ Ամեն եղբայր, սա համաձայնության նշան որպես Տեր օրհնի քեզ միշտ հաջողված եղիր եղբայրս։ Մենք բարձենում ենք քեզանով որպես պրոֆեսոր Հրուշակեղենի, այնպես որ Եթե հարցեր ունենան քուրիկներ, որոնք այդ գործով են զբաղվում կարան, քեզ հետ կապել։ Արմեն Ասլանյան Facebook-յան ուրեմն edge ունի, մեր Արմեն եղբայրը, կարող եք այդ edge-ի միջոցով կապել իր հետ, ինչ որ հարցերով նա կօգնի ձեզ։ Սիրով։ Կներես որ առանց քեզ հարցնելու այս հայտարարությունը արեցի։ Տեր օրհնի ձեզ սիրելի քույրեր եղբայրներ, շնորհակալ ենք եւ առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մանանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։